Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը 2025 թվականի մայիսին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժ պաշտպանը հայտարարագրել է երկու բնակարան Երևանում, որոնցից մեկը միանձնյա, մյուսը համատեղ սեփականության իրավունքով։ Դրանք տարեվերջում պահպանվել են։ Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2012 թվականի արտադրության Ford Magnus-ի ավտոմեքենա, որը եւս տարեվերջում պահպանվել է։ Տարվա ընթացքում որպես եկամուտ Մանասյանը ստացել է 16.820.148 դրամ աշխատավարձ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, 1.543.503 դրամ աշխատավարձ Երևանի պետական համալսարանից, 33.178 դրամ այլ եկամուտներ կանանց իրավունքների տուն հասարակական կազմակերպությունից, 885.715 դրամ եւ $324 տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս Հայ բիզնես բանկից եւ 81.668 դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս Ագվա բանկից։ Նա 10.967.304 դրամի, $9,700 եւ $9,451 եվրոյի չափով ավանդ ունի բանկում։ 2024-ի տարեվերջում Մանասյանի բանկային հաշիվներին եղել են 50.235.360 դրամ, 23.909 եվրո եւ $652, իսկ կանխիկ միջոցները կազմել են 100.000 դրամ, $6,680 եւ $3,427 եվրո։ Պաշտպանի հետ համատեղ բնակվող Լիաննա Մանասյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով երկու բնակարան Երևանում, որոնք տարեվերջում պահպանվել են։ Որպես տարեկան եկամուտ նա հայտարարագրել է 1.106.000 դրամ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված միջոցներ Հայկ Մանասյանից։ 2024-ի տարեվերջում Մանասյանի բանկային հաշիվներին եղել են 76.262 դրամ եւ $1,500, իսկ կանխիկ միջոցները կազմել է 50.000 դրամ։